ABC մեդիայի հարգելի հետևորդներ, զրուցելու ենք Էդուարդ Շարմազանովի հետ։ Պարոն Շարմազանով, քիչ հետո մեկնարկելու է ջահերով երթը, որ արդեն 26 տարի շարունակվում է, սա քաղաքական այն ամենամեծ կազմակերպված ակցիան է, որը հստակ ասելիք ունի։ Այսօրվա ասելիքի եւ 26 տարվա ասելիքի հասցեատերն ով է եւ հանրությունը մնում է պահանջատեր, դատապարտում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը եւ առաջնորդվում է հիշում եւ պահանջում եմ գաղափարով։ Երկրորդ հասցեատերը մեր հասարակությունն է, որին ուղղված մեսիջը պետք է լինի հետեւյալը, որ չնայած դրան, որ դավաճանության արդյունքում մենք կորցրեցինք Արցախը եւ այսօր թուրք-ադրբեջանական կամակատարների ռեժիմը ամեն ինչ անում է կոտրելու հայոց ողնաշարը, մենք իրավունք չունենք հրաժարվել մեր ազգային արժեքներից, իրավունք չունենք հրաժարվելու մեր պահանջատիրությունից եւ իրավունք չունենք հրաժարվելու ազգային պետականության իդեալներից, որի հիմքը նաեւ դատապարտումն է հայոց ցեղասպանության։ Սա է, ինչու եմ ես այստեղ ասեցի, այստեղ եմ, որովհետև իմ ոչ քաղաքական կեսագրությունը նվիրված է եղել նաև ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, անհամեստություն չլինի, մի շարք երկրներում ես եմ նախաձեռնել, մասնավորապես Չեխիայում եւ Լատվիայում նրանց խորհրդանների կողմից ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, ինչպես նաև ես եմ նախաձեռնել Կիպրոսում ցեղասպանության ժխտողականության քրեականացումը 15 թվականի ապրիլի 2-ին։ Դա ընդդեմ թուրքական ժխտողականության եւ հանուն ցեղասպանության դատապարտման պայքարը իմ ոչ քաղաքական կեսագրության հիմքն է եղել։ Ես ոնց կարող այստեղ չլինեմ։ Ես դրանով ապրել եմ ու արարել եմ ու ապրում ու արարում եմ։ Սա է մեր կյանքի նպատակներից մեկը, որպեսզի 20-րդ դարի առաջին ֆաշիստական պետություն Թուրքիան դատապարտվի եւ երրորդ պատճառը այսօրվա Ռեջեփ Թայիփ Էրդողանական Թուրքիան իրականացնում է ժխտողական քաղաքականություն եւ օգտվելով Հայաստանի թրքապատակ կառավարիչների ապազգային քայլերից փորձում է Ադրբեջանի հետ մեկտեղ ամեն ինչ անել, որպեսզի ջարդեն ու վերացնեն հայոց պետականության ազգային վերջին փշտանքները։ Շնորհակալություն, պարոն Շարմազանով։